Մեր իրականության մեջ, մասնավորապես գրականագիտության մեջ Չարենցի երկիրնայիրի վեպին շատ մեծ ուշադրություն է արժանացվել, եւ դա այդ ուշադրությունը բնական է, որովհետեւ եթե վեպի զարգացման տեսանկյունից նայենք ինքը հանգրվանային արժեք է, գաղափարական տեսանկյունից նայենք հանգրվանային արժեք է եւ ընդհանրապես մի տեսակ ընթացքը նկատի ունենալով զարտուղի երևույթ է մեր գրականության մեջ, այդ պատճառով էլ այդ ուշադրությունը կարծում եմ, որ միանշանակ պետք է լիներ եւ գրվել են բավականին լավ հոդվածներ այդ վեպի մասին, հատկապես վերջի շրջանում Սիանուշ Դվոյանի, Աշոտ Ոսկայանի, Վարամ Դանելյանի շատ լավ հոդվածները գրվեցին, որոնցում նորովի էր մեկնաբանվում վեպը, վեպի ասելիքը, ոչ այն կաղապարները, որը սովորաբար մենք տեսնում ենք սովետահայ, այսպես չարենցագիտության մեջ։ Այնուամենայնիվ որոշ հարցեր կան, որ պարբերաբար կրկնվում են, թե խորհրդահայ, այսպես չարենցագիտության մեջ եւ նաեւ մեր օրերում երկիրնայիրի հետ հենց կապված, թե ժանրային առումով վեպի այսպես կոնցեպցիայի ու նաեւ շրջանի, գրության շրջանի վեպի հետ կապված։ Դրանք հիմնականում հանգում են հետևյալին, Չարենցը վեպը կոչել է պոեմանման վեպ, հարց ինչու պոեմանման, եւ երկրորդ Չարենցը այդ վեպը գրել է իր ստեղծագործության այսպես կոչված ֆուտուրիստական շրջանում, որը խորհրդային գրականագիտության մեջ ձախ կողմնորոշումների շրջան, այսպես հորձորջվեց, եւ հարցը այս պարագայում այն էր, թե ինչպես կարող էր այդ ստեղծագործությունը գրվել ֆուտուրիզմի շրջանում, որովհետև ըստ էության դեմ էր այդ բոլոր կոնցեպցիաներին։ Կարծում եմ, որ ֆուտուրիզմի հետ առնչության պահով Գրիգոր Պլտյանը բավականին շահեկան վերլուծումներ ունի իր հայկական ֆուտուրիզմ աշխատության մեջ, բայց ես ուզում եմ խոսել մի երևույթի մասին, որ ինձ թվում է շատ քիչերն են նկատել կամ ընդհանրապես չեն նկատել։ Նրանք, ովքեր զբաղվել են Չարենցով, թեկուզ հպանցիկ եւ հատկապես ծանոթ են վերջի շրջանի գործերին, իրենք փաստեն, որ Չարենցը շատ էր սիրում այսպես կոչված գաղտնագրումներ անել, ու դրանցից շատերը միայն վերջի շրջանում են նույնիսկ բացահայտվել, թե իրականում այդ տարերի խառնիճաղանջ գրությամբ, ներքին կոդավորումներով ինչ էր ուզում ասել Չարենցը կամ ինչ է ընդհանրապես փորձել դրանց տակ թաքցնել։ Մյուս կողմից, եթե այդ շրջանում այդ գաղտնագրումները ընկալվում էին նորմալ, նաև անհրաժեշտ, ապա երևի թե մի փոքր զարմանալի կհնչի, եթե ասեմ, որ գաղտնագրումներ կան նաև երկիրնայիրի վեպում։ Բոլոր նրանք, ովքեր կարդացել են երկիրնայիրին, անպայման տեսել են, դա ուղղակի անհնարինչ տեսնել վեպի մեջ առկա այսպես կոչված շղատառով բառերը, երբեմն երկխոսությունները, հատվածները եւ այլն։ Առաջին հայացքից այս շղատառերը երևի թե առանձնատուկ խորհուրդ չունեն, բայց ես սևեռվելով այդ շղատառերի վրա փորձեցի մի հետաքրքիր էքսպերիմենտ անել, որը վերջում պարզվեց այնքան էլ էքսպերիմենտ չի, որտեվ դուրս եկավ իմաստավոր մի ինչ-որ հատված։ Երբ որ դուրս ես գրում վեպից այդ բոլոր շղատառով բառերը, նախադասությունները, հատվածները, բառակապակցությունները եւ շարում ես իրար տակ, ստանում ես պոեմ, ընդ որում իր կառուցվածքով գոնե վիզուալ ֆուտուրիստական պոեմ։ Այդ վիզուալության տեսանկյունից, եթե ուզում ենք այդ ամենը ընկալել, կարող ենք պարզապես վերցնել օրինակ ռոմանս անսեր պոեմի որևէ հատված եւ երկիրնայիրի արդեն մեր կողմից իրար տակ դասավորված այդ շղատառով հատվածները եւ կտեսնենք, թե ինչքան վիզուալ առումով նման են։ Եվ հարցն այն է, որ այդ դուրս գրված հատվածները պարզապես բառերի շարք չի, որ իրար տակ դասավորված են։ Ուշադիր լինելու դեպքում կարելի է նկատել, որ Չարենցը այդ բառերի շարքով ստացել է իմաստաբանական խմբեր, որոնք այսպես սկսվում եւ ավարտվում են պարբերույթների միջոցով։ Էլի վերադառնամ երկիրնայիրին կարդաց հասներին, այսպես ասեմ, նրանք բոլորն էլ նկատել են, որ տարբեր հատվածներ վեպի Չարենցը ընդմիջարկում է ավելի խոր պարբերությամբ առանձնացնելով այդ հատվածները։ Այսինքն այդ շղատառով հատվածները յուրաքանչյուր պարբերության վերջում ամբողջանում են որպես իմաստակիր խումբ եւ այստեղ Չարենցի ոճին կրկին բնորոշ է տողատումը, այն նույն բառերի արտասանության, արտահայտման ձևը, ինչ բնորոշ է ընդհանրապես նրա ֆուտուրիստական շրջանի այսպես կոչված գործերին եւ մանավանդ ռոմանս անսերին։ Հիմա կարող է հարց ծագել, թե ինչու է Չարենցը դիմել այդ քայլին եւ ինչ է փորձել գաղտնագրել ընդհանրապես դրանով։ Սա մի փոքր կարող է դժվարացնել վերաբերմունքի խնդիրը վեպին, որովհետեւ իրականում մենք ստանում ենք ոչ այնքան մի փառահեղ պատասխան, որը մենք ակնկալում ենք, չէ, որովհետև եթե խոսքը գնում է գաղտնագրման մասին, այդ նշանակում է, որ այդ գաղտնագրված տեքստը իրենից ներկայացնում է ինչ-որ կարևոր ինֆորմացիա, որը բաց տեքստով հրապարակելու ենթակա չէր։ Կարծում եմ, որ Չարենցը այստեղ փորձել է գնալ ժանրային
ժանրային գաղտնագրման ճանապարհով, եթե կարելի է նմանատիպ արտահայտություն օգտագործել եւ իր սովորության համաձայն նրա հետագա ստեղծագործական կյանքը դա կփաստի, փորձել է խաղալ գրական տեքստի հետ եւ փորձել է գաղտնագրումները անել ժանրային նոր հնարավորություններ բացելով։ Եվ պատահական չի, որ թե խորհրդային շրջանում եւ թե մեր օրերում Չարենցի վեպի պոեմանման այսպես բնորոշումը շատերը կապում էին Գոգոլից եկած ավանդույթի հետ, մեռած հոգիների, որ ինչու Գոգոլը կարող էր գրել պոեմ, Չարենցը չէր կարող գրել պոեմանման վեպ, իսկ այդ ֆուտուրիստական շրջանը ընդամենը սահմանափակելն հետևյալը, որ Չարենցն էր, ինչ ուզեր կաներ, Չարենցի այդ սկանդալային բնավորության հետ են կապել այդ ամեն ինչը, որը բնականաբար այս պարագայում, երբ որ արդեն գաղտնագիրը բացում ես վեպի, այնքան էլ քննություն չեն բռնում։ Մյուս կողմից, եթե իսկապես խոսենք գաղտնագրումների մասին, այդ հատվածներից շատերը, որոնք իրար կապված են ոչ այնքան բովանդակային շարունակականություն որպես, որքան իմաստաբանական շարունակություն։ Այս սկզբունքով այդ հատվածները չափածո մեզ կտան բազմաթիվ պատասխաններ, որոնցից շատերը մենք վեպի վերլուծություններում չէին գտնում։ Օրինակ, ուսումնասիրողները նկատել են բազմաթիվ առերևույթ թվացող հակասություններ, թե ինչու օրինակ Համո Համբարձումովիչը Մազությանոն կոչվում էր Համո Համբարձումովիչ, երբ իրականում նրա հորանունը Առաքել էր։ Այստեղ կապվելով Առաքելոց վանքի հետ մենք իմաստաբանորեն գտնում ենք այդ ծնունդի պահը Համո Համբարձումովիչի այսպես կենսական ակունքները, նրա շարունակությունը կենսագրության, հոր հետ հարաբերվածության եւ այլն, եւ հենց առաջի մասում վեպի քաղաքը եւ բնակիչները մասում մենք ունենք մի այսպես հատված այդ պոեմի, մի ամբողջ շարույթ է, որտեղ անդադ կրկնվում է Առաքել, Առաքյալ, 12 Առաքյալ, 11 Առաքյալ, Առաքել, Առաքելոց, Առաքելոց վանքի, վանքի Առաքելոց, ես գրեթե բառացի արտասանում եմ, այս շարույթը, որտեղ իմ կարծիքով կարևորը 12 Առաքյալ, 11 Առաքյալ այս շարույթների հակադրությունն է, որտեղ Չարենցը ըստ ի սկզբանե, որքան էլ մենք լավ իմանայինք այդ վեպի ավարտը, որքան էլ այդ դեպքերը կարծի հետ կապված պատմականային եւ բոլորիս հայտնի, այնուամենայնիվ վեպի շրջարկում Չարենցը այդ պոեմանման, այսպես ընդմիջարկումներով, գաղտնագրումներով շղատարային հուշում է ապագայում էլի կատարվող շատ ու շատ բաներ։ Այնտեղ կարող ենք նաև մի շատ տակիր բան տեսնել, որ Չարենցը հիմնականում շղատարերով առանձնացրել է նաև հերոսների անունները, թեպետ ինքը վեպում բնորոշում է, որ այս վեպը չի կարող ունենալ եւ ոչ մի հերոս, բայց անունների թվարկումով եւ այս պոեմի տարածքում ինքը ստեղծում է նաև հերոսների անվանման այսպես իմաստաբանական խումբ եւ ամեն հերոս հարաբերվում է տեքստային որևէ իմաստաբանական խմբի հետ, որը եւս շատ հարցերի պատասխաններ կարող են տալ։ Գուցե այս տեղեկատվությունը, որ ես հիմա փորձում եմ փոխանցել, ավարտուն չէ եւ իսկապես ավարտուն չէ, որովհետեւ շատ հարցերի պատասխաններ ես ինքս էլ դեռևս չեմ կարողացել պարզել, բայց կարծում եմ, որ նոր հնարավորություն է Չարենցի գիրքը վեպը նորովի կարդալու եւ ես պատրաստում եմ առաջիկայում հրատարակել այդ պոեմի տեքստը եւ մնացած հարցերի պատասխանները երևի այդ պոեմը կտա։ Մենք ըստ էության գործ ունենք վեպի մեջ թաքնված պոեմի հետ, բայց այդ պոեմը բացում է ոչ թե ինչ-որ գաղտնագրված ինֆորմացիաներ, որոնք մենք չգիտենք, այլ պարզապես այդ պոեմով Չարենցը հուշում է վեպի ընթերցման բազմաթիվ բանալիներ։ Գուցե քննադատվի իմ այս տեսությունը, ասեմ, թե չգիտեմ, հայտնաբերումը ասեմ այն իմաստով, որ կարելի է ցանկացած բառեր վերցնել, իրար տակ բառեր արտահայտություններ շարել եւ ստանալ ինչ-որ ֆուտուրիստական պոեմ, դա գուցե տեղին կլիներ այն իմաստով, որ հնարավոր բան է, բայց Չարենցի այս գործի պարագայում ես եւս մեկ անգամ շեշտում եմ, որ այդ հատվածները իրար հետ ունեն իմաստաբանական կապեր։ Զարգանում են ոչ թե բովանդակային հերթագայությամբ, այլ իմաստաբանական հերթագայությամբ եւ ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ Չարենցը մի շարույթում շեշտադրությունը կատարում է տեղանքների վրա։ Մեկ այլ շարույթում շեշտադրությունը կատարում է հանցանք ցույց տվող բառերի վրա։ Մեկ այլ շարույթում շեշտադրումը կատարում է հերոսների մականունների վրա։ Մեկ այլ շարույթում շեշտը դնում է ռուսաբանությունների եւ օտարաբանությունների վրա։ Մեկ այլ շարույթում շեշտը դնում է դիալոգների վրա։ Եվ հատվածներ կան այդ պոեմում, որոնք ամբողջական դիալոգներ են եւ զարգանում են արդեն ոչ միայն իմաստաբանական շարունակությամբ, այլ նաեւ բովանդակային շարունակությամբ։
տեղեկատվությամբ։ Այդ նույն դիալոգները, եթե դու կարդաս վեպի ընդհանուր շրջարկի մեջ, դու գուցե նրանց շարունակականությունը իրար հետ այդպես էլ չընկալես, որովհետև մեկը ասենք 40 էջում է, մյուսը 47, մյուսը 57, բայց երբ որ իրար տակ շարված են, տեսնում ես, որ 40, 42, 47, 57 էջերում Չարենցը սկսել եւ այդ պոեմի շնորհիվ շարունակել է մի ամբողջ մեծ այսպես դիալոգ։ Աշխատանքը իդեպ պատրաստը մոտ 2 տարի, ես ինչ եմ խուսափում դա հանրայնացնել եւ այսօր Boom TV եթերով առաջին այսպես հրապարակային անդրադառնա դրան, որովհետև ամեն դեպքում իմ մեջ դեռ կամ իմ մտքին կասկած, որ այնուամենայնիվ այս շենքը, որը ես կառուցել եմ կոպիտ ասած, ինչ որ թույլ հիմքեր ունի, որին կարելի է հեշտությամբ հակադարձել, որովհետև ուսումնասիրությունը արդեն բուն իմաստով դեռ պոեմի վրա կատարված չէ, բայց կարծում եմ, որ պոեմն ինքնին որպես ժանրային հետաքրքիր փաստ, վեպի ներսում պոեմ արդեն իսկ կարևոր է եւ իսկապես կարող է նոր ուսումնասիրությունների աղբյուր դառնալ։